Այս իշխանության մոտեցումը ընդհանրապես հարկային քաղաքականությանը, տույժերին, տուգանքներին, այս տարբեր գումարներին, որ լրացուցիչ մարդիկ վճարում են, շատ տեղային է։ Չկա ռազմավարություն, կա բյուջե լցնելու անհրաժեշտություն։ Եվ այդ անհրաժեշտությունը տարբեր ժամանակ տարբեր է լինում եւ ըստ այդմ իրենք որոշում են հիմա էլ տեսնեն էլ ինչ է հնարավոր հարկերի միջոցով քերել մտնել մարդկանց գրպանը ես չեմ տեսել որ այդ փոփոխությունները դրական որևէ արդյունք ունենան դեպի նվազում ժողովրդի համար Կեն կարմիր գիծը, այն եսի միջ, ինչքան խոստումներ կային, որոնք չեն կատարվել, ուղղակի ասվել են։ Եվ հենց այդ հիասթափությունը եւ ռազմավարության բացակայությունը կոնկրետ հարկային մասով ակնհայտ է։ Եվ հետեւաբար, այո, բարբերաբար պիտի նայեն ինչ ճեղքված կա, ինչ հնարավոր տեղ կա հարկ հավաքելու եւ դա անելու են։ Նույն շրջանառության հարկի իմաստով դա այդպես են դիտարկում, որովհետեւ խիստ տրամաբանական է, որ փոքր բիզնեսները շատ բավական են, փոքր ծավալի շրջանառություններ կա։ Չի կարելի հարկել։ Այդ մարդիկ ընդհանրապես մի փոքր տնտեսություն են վարում Նրա տված հարկը ինչ է, բայց նրանից գանձածը նրա մոտ եւ հոգեբանական եւ ընդլայնվելու եւ տարբեր տեսակի հարցեր է առաջացնում, որ բիզնեսը չի կարողանում գոյատևել եւ շարժվել։ Հետեւաբար, սա ուղղակի ռազմավարության բացակայություն է եւ դա պիտի արձանագրել, իմանալ, որ նրանք անում են բյուջեն լցնելու համար։ Շատ բարի։ Եվ ինչի կներեք մի բան էլ, տեսեք, մեկ տաքսիստերին են ավելացնում։ Ասենք բաժանիր որ տիրես, այս հայտնի սկզբունքի մեջ։ Մեկ ասում դες տաքսիստ չեմ, նրանց հարկը բարձրացրել է, ես ինչի գնամ աջակցեմ այդ ցասմանը աջակից լինեմ։ Մի անգամ չգիտեմ, իրավաբանական կազմակերպությունների հաշվապահական, դե ես հաշվապահ չեմ։ Եվ ցավոք սրտի այս իշխանություններին հաջողվել է պառակտել մարդկանց, ասել որ այդ նրա խնդիրն է, քոնը չի եւ այդ ապրումակցման անգամ տարական զգացողություններ սկսել է աստիճանաբար նվազել։ Եվ դրա հետևանքով մարդիկ ուղակի ամեն մեկը փորձում է հատկապես բարոյական վիճակը երկրի այնպեսին է, ուզում են շատ չխորանալ, շատ չիմանալ, շատ չնեղվել Եվ այսպես իշխանությունները այդ վախերից օգտվում են։ Այո, որովհետև այդ էներգետիկան ծանր է շատ եւ իրենք էլ ասում են դե իշխանությունն էլ խրախուսում է մեծ սիրով։